պետք է վախենան Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացուց, որովհետև սրանք հայրենիք են հանձնել, սրանք 5000 մարդու կյանք են խլել, սրանք նույն Տավուշի մարզից ռազմավարական նշանակության տարածքներ են հանձնել։ Իրանք պետք է վախենան ու ամեն անգամ գլուխները բարձին տնելուց առաջ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, այլ ոչ թե քաղաքացիները դրանցից։ Որևէ իշխանություն եւ որևէ ռեժիմ հավերժ չի, հատկապես սրանք, որ ընդամենը 20-25 օր կյանք մնաց։ Ընդհանրապես այս վերջին 7 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության բոլոր այն քաղաքացիները, որ հալածվել են այս իշխանության կողմից, դա պատիվ է։ Որտեղ իրենք հալածվել են, քանի որ կանգնել են իրենց հայրենիքի կողքին, իրենց պետականության կողքին։ Մենք ասել ենք իշխանափոխությունից հետո լայն համանալներում է լինելու քաղաքական հետապնդման ենթարկողները, ներմանն արժանանալու ու նաև փոխհատուցման։ Հետևաբար սրանցից մի վախեցեք, սրանք վախենալու չեն։ Սրանք թշնամու ոտերի տակ թավալված մի ուժ են, որի վերջը պետքա պարզապես տան ու սրանց պատմությունը քաղաքական պետքա ավարտի։ Այս վախի թեմայով մի բան ա երեք տեղի ունեցել, հիմա է առիթ խոսելու, ես էլ ասեմ։ Երեք մարտունիում քաղաքացիների հետ հանդիպան Վայոց ձորից։ Երկու քաղաքացի կային, հանդիպեցին, ծանոթացանք, խոսեցին։ Հետո ասացին Վայոց ձորից եք եկել, ասին ուրախացանք բան, ասին դե առաջիկա օրերին գալու ենք ձեր մոտ, էլի կհանդիպենք, ասեց որ գաք մեր մոտ, հնարավոր է որ այդ հանդիպմանը չգան, որովհետև մեր մարզպետը ու իր հերը հետապնդում են գործից ազատում են։ Գիտեք ով այդ մարզպետի հերը։ Աշոտ Արսենյան, Ջերմուկի Աշոտ, որ նախորդ բոլոր իշխանությունների ոտերի տակ թավալվել է։ Հիմա հարց եմ տալի 90% ձայն հավաքում եք Ջերմուկում Նիկոլի համար, որ ինչ անի, որ թշնամուն բերի ձեր տուն, արդեն բերել է, չէ Ջերմուկի մատույցներ։ Այսինքն ժողովուրդը թույլ է տվել ազգային հարստությունը, որտեղ հարցը ոնց հասել իրանց։ Լցել են շշերը, առախտուր են անում ու ժողովրդի կամքի վրա բռնանում։ Այս առաջին զգուշացումն է բոլոր այն օլիգարխները, ովքեր կանգնում են այս իշխանության կողքին, ժողովուրդը դրանից է զզվել, որ 18 թվականին գնաց այս արկածախնդրությանը։ Թող իրաց տեղին Նաև են բոլոր ուժային կառույցները, ովքեր մարդկանց վախեցնում են, պետք է իմանան, որ իրանք վաղուց պետությանը չեն ծառայում։ Իրանք պարզապես ծառայություններ են մատուցում այս իշխանությանը, որպեսզի սրանք հայրենիքը ավելի արագ տեմպերով հանձնեն։ Բայց այս ամենով հանդերձ, այս առիթից օգտվելով այս խոսքս ես ուղղեցի իրանց, ես մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում ձեզ բոլորին ժողովուրդ ջան։ Այսպես կազմակերպված, այսպես ոգով, շնորհքով, թասիբով, թեյթիկունք տան Եվ այս աղետի, ողբերգության, դժբախտության, զիջումների շղթան կտրենք և իրոք կառուցենք անվտանգ ու մրցունակ Հայաստան։ Միասին կարող ենք։